Նախորդ ավետարանական դրվագը, որի շուրջ խոսեցինք, ձկնորսներից առաքյալներ վերտառությամբ ավարտվում է շատ խորհրդանշական եւ շատ համառոտ ակնարկով, որտեղ ավետարանիչն ասում է, որ նավակով դուրս են գալիս, թողնում են մի կողմ ամեն բան եւ գնում են Տեր Հիսուս Քրիստոսի հետևից։ Ձկնորսները, որ պիտի առաքյալներ դառնային, գնում են Քրիստոսի հետևից։ Եվ ահա անմիջապես հաջորդ դրվագում Ղուկասի ավետարանի 5-րդ գլխի 12-ից 16-րդ համարներում մենք տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսին մեկ այլ քաղաք այցելելիս, որովհետև 12-րդ համարում Ղուկաս ավետարանիչն ասում է, երբ նա հասավ մի ուրիշ քաղաք, նրան անմիջապես մոտեցավ բորոտությամբ պատված մի մարդ եւ երեսն ի վայր գետին ընկած աղաչում էր եւ ասում էր. Տեր, եթե կամենաս, կարող ես մաքրել ինձ։ Որին ի պատասխան Քրիստոս դառնում է եւ Ղուկաս ավետարանչի խոսքով ասում է Տերը մեկնեց իր ձեռքը, դիպավ բորոտին եւ ասաց. կամենում եմ, մաքրվիր։ Ապա ավետարանիչը ներկայացնում է, որ բորոտությունը անմիջապես գնաց այս մարդուց եւ Տեր Հիսուս Քրիստոս պատգամ է տալիս, պատվիրում է այս մարդուն լռություն պահել, ոչ ոքի չասել տեղի ունեցածի մասին, ինչպես որ նախորդիվ էլ տեսել ենք լռելու մասին պատգամներ, եւ ասում է գնա քեզ ցույց տուր քահանային եւ մատուցիր տուր այն ընծան, որ Մովսեսի օրենքի համաձայն պետք էր անել ի վկայություն իրենց։ Քրիստոսի խոսքից անմիջապես հետո վերստին Ղուկաս ավետարանիչն է իբրև հեղինակ հանդես գալիս եւ ասում է, որ մարդը գնաց եւ Քրիստոսի համբավը ավելի ու ավելի էր տարածվում։ Հակառակային բանի, որ պատվիրել էր լռել, բայց իր համբավը ավելի ու ավելի էր տարածվում եւ ժողովուրդը շարունակում էր խռնվել, հավաքվել Քրիստոսի շուրջ, գալիս էին իր մոտ լսելու իրեն, ավետարանիչը բառացիորեն շեշտում է այս խոսքերը, ասում է լսելու իրեն եւ բժշկվելու իրենց հիվանդություններից։ Եվ ապա 16-րդ համարով ավարտում է փոքրիկ այս դրվագը, շեշտելով, որ Քրիստոս խույս էր տալիս բոլորից եւ գնում էր ամայի տեղեր, ամայի վայրեր եւ այնտեղ աղոթքի էր կանգնում։ Բորոտությունը հաճախ հանդիպող համենայն դեպս Տեր Հիսուս Քրիստոսի ժամանակներում Իսրայելում, Պաղեստինում հաճախ հանդիպող մաշկային հիվանդություն էր, որի զարգացած տարբերակը, երբ որ արդեն ամբողջ մարմնով էր տարածվում այս մաշկային հիվանդությունը, իրենից շատ տհաճ եւ վանող տեսարաններ ներկայացնում եւ շատ ցավալի եւ ցավոտ հիվանդություն էր սա, որ տանում էր դեպի մահ։ Մաշկային հիվանդություն էր, որի ժամանակ ամբողջ մարմինը պատվում էր խոցերով, վերքերով, որոնք չէին սպիանում, չէին ապակինվում եւ եթե պատկերացնենք միջին արևելքի կլիմայական պայմանները, ջրի պակասությունը, հիգիենայի պարագաների սակավությունը, երևակայել կարելի է թե ինչպիսի դաժան տեսարան էր։ Քրիստոսից առաջ դեռ Մովսեսի օրենքի ժամանակ Ղևտական գրքում, եթե կարդանք 13-րդ եւ 14-րդ գլուխները, բառացիորեն կարող ենք այնտեղ տեսնել, թե ինչպիսի պատգամներ, պատվիրաններ, կարգ ու կանոն է տրվում մաշկային հիվանդություններ ունեցողների հանդեպ վերաբերմունքի առումով, որովհետև նախ խնդիր կար այդ հիվանդությունների տարածումը կանխարգելելու եւ երկրորդ համարվում էր նաեւ հոգեվոր իմաստով անմաքրության շրջան։ Ուրեմն քահանան ինքը պիտի նայեր 13 եւ 14-րդ գլուխները եթե կարդանք, կտեսնենք, որ բոլոր պարագաներում մաշկի վրա բշտիկ լիներ, բիծ լիներ, խոց լիներ, վերք լիներ, ինչպիսի պարագայել որ լիներ, քահանան պիտի նայեր եւ տեսներ արդյոք սա բորոտություն է կամ ոչ, եւ տարբեր աստիճանների դեպքում տարբեր ժամանակահատվածով առանձնացնում էին, կարծես թե կարանտինի պես մեկուսացնում էին այս մարդուն, եւ եթե ի վերջո բուժվում էր, ապա ընծա էր մատուցվում, զոհաբերություն էր արվում, երկու մաքուր, ուրեմն թրջուն, Եղևնու փայտ, ծոտրին եւ այլն ամենատարբեր զոհաբերություններն էին անում իբրև շնորհակալություն, իբրև երախտիկ տեղի ունեցածի համար։ Իսկ քանի դեռ մարդը բուժված չէր եւ ուներ բորոտություն, ինքը պարտադիր մեկուսացվում էր եւ իրավունք չուներ հանրության մեջ հայտնվելու, որովհետեւ
բորոտ մարդուն դիպչելու պարագային, ով որ դիպչում էր կամ առնչություն էր ունենում բորոտ մարդու կիրառած, օգտագործած որևէ առարկայի հետ, ենթադրենք նստել է աթոռին բորոտը եւ մեկ ուրիշը չիմանալով որ այս աթոռի վրա նստել է բորոտ մարդ, ինքը եթե նստեր, համարվում էր որ սա եւս անմաքուր է։ Անշուշտ ամեն ինչից առաջ սա վերստին շեշտում եմ հիգիենայի կանոնները պահելու եւ վարակիչ հիվանդությունները չտարածելու, կանխարգելելու միջոցառումներ էին սրանք բոլորը։ Բայց սրանց մեջ նաև հрьяաները տեսնում էին հոգևոր պատճառ, որովհետև ինչպես ողջ 5 տակարանում ենք տեսնում, ընկալում է հետևյալն էր. հիվանդությունը մեղքի հետևանք է։ Մահը մեղքի հետևանք է։ Ուրեմն եթե մեկը ուներ հիվանդություն, համարվում էր, որ սա մեղավոր մեկն է։ Եվ շեշտում են վերստին, բորոտը կոնկրետ նույնիսկ իրավունք չունի հասարակության մեջ հայտնվելու։ Եվ ահա երբ որ նայում ենք Ղուկասի ավետարանի 5-րդ գլխի 12-ից 16-րդ համարները, բորոտ մարդու այս խիզախության մասին է նախ պետք մտածել, որ ինքը հակառակ բոլոր սոցիալական նորմերի, այսպես ասենք, այլ հնարավորություն չունենալով, այլ ելք, այլ ճար չունենալով, որոշում է գնալ հակառակ բոլորի կարծիքի եւ դիմել Տեր Հիսուս Քրիստոսին եւ արժանի է ուշադրության, ամենայն ուշադրության այն խոսքը, որով բորոտը դիմում է Հիսուսին։ Բորոտը չի ասում, եթե կարող ես, բժշկիր ինձ։ Բորոտը երբ որ երեսնիվայր աղաչում է Տիրոջը, իսկ երեսնիվայր մենք գիտենք, որ Աստուծո ներկայության մեջ 5 տակարանի շատ մարգարեներ, ուրեմն այսպես էին աղոթում, որովհետև տեսքը Տիրոջ սահմռկեցուցիչ էր, որովհետև տեսքը այնքան պայծառ էր, որ կարող էր անգամ կուրացնել իր արժև կանգնող մեկին։ Ամեն դեպքում բորոտը երեսնիվայր ընկած չի ասում Տեր, եթե կարող ես բժշկիր ինձ։ Բորոտն ասում է Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։ Խնդրում է Տիրոջ կամքը, վստահ է, որ կարող է, եւ խնդրում է Տիրոջ կամքը։ Հակառակ մեզանից շատ ու շատերի ամենատարբեր իրավիճակներում, երբ որ մենք աղոթքի ենք կանգնում մի տեսակ կես կասկածանքով, կես վստահությամբ, որ կարող է մեր աղոթքը ի վերջո կյանքի կոչվել, իրականանալ այն ինչի համար մենք խնդրում ենք, թե ոչ։ Ուրեմն անկարելի է, որ որևէ բան Տիրոջ համար չստացվող լինի, այն զորությունը չունենա Աստված, որ մեր խնդրանք կարողանա իրականացնել։ Խնդիրը հակառակն է։ Արդյոք անհրաժեշտ է, որ Տերը մեր ցանկությունը իրականացնի, թե ոչ։ Մենք էլ մեր աղոթքի ժամանակ ոչ թե պիտի մտածենք կստացվի, թե ոչ, այլ միակ հարցը, որ ունենք տալու հետևյալն է. արդյոք Տիրոջ կամքով է սա, թե ոչ։ Իմ աղոթքը, խնդրանքը, որով ես դիմում եմ Աստծուն, արդյոք իր կամքով է, սա պիտի իրականանա, թե ոչ։ Այս է ուրեմն հոգևոր դասը, որ բորոտի այս պատմությունը մեզ փոխանցում է։ Եվ Տերն ինչ է անում։ Ղուկասը հատուկ է նշում։ Մենք նախորդի ներածականի մեջ հատկապես շեշտել ենք, որ Ղուկասը մասնագիտությամբ նաև բժիշկ էր։ Եվ Ղուկասը դիտավորյալ 13-րդ համարի մեջ ասում է. եւ Տերը ձեռքը մեկնեց, դիպավ, դիպչելու իրավունք չկար։ Ուրեմն ոչ միայն բորոտի տեսանկյունից պիտի նայենք այս պատմությանը, որ ինքը խիզախել էր եւ ելք չուներ, անճարությունից ելնելով գնացել էր միակ, ուրեմն լուծումը գտնելու Տեր Հիսուս Քրիստոսի մոտ հակառակվելով բոլորի կարծիքին, հանրության կարծիքին, ոչ միայն սա, այլ նաև Քրիստոս չի նայում, թե ինչ պիտի մտածեն իր մասին, չի պահում այն օրենքը, համաձայն որի իրավունք չկար բորոտին դիպչելու եւ դրանով ընդունում է բոլորի կողմից մերժված մեկին, մեկնում է ձեռքը, դիպչում է եւ ասում է կամենում եմ մաքրվիր։ Անշուշտ շարունակության մեջ, ինչպես եւ նախորդիվ տեսել են, Քրիստոս փորձում է դեռևս կանխարգելել իր համբավի տարածումը, որովհետեւ սխալ պիտի հասկանային, որովհետեւ ժամանակից առաջ պիտի կարծեին, թե իրենց փրկություն բերող եւ հատկապես աշխարհակաղակական իրավիճակների մեջ փրկություն բերող մեսիան է եկել եւ պիտի տանեին թագավոր դարձնելու, հա, այս պատճառով ասում է, որ լուր մնա եւ պարզապես ինչ որ պիտի անես օրենքի համաձայն, այդ արա, պիտի գնար քահանային ցույց տար իրեն, քահանան պիտի նայեր եւ իր վերահսկողության տակառներ եւ ապա նաեւ ընծան զոհաբերությունը մատուցվեր։ Քրիստոս քահանայի մոտ է ուղարկում ոչ թե այն պատճառով, որ կարիք կար, որպեսզի քահանան ստուգեր, ոչ, այլ որովհետեւ նաեւ քահանայի որոշմամբ էր, որ հասարակությունը ընդունելու էր այս մարդուն հետ իր գիրկը։ Ուրեմն քանի դեռ այս բորոտը քահանայի հաստատումը չէր ստացել, որ ինքը մաքրված է, ապաքինված է բորոտությունից, որևէ կերպ հասարակությունը իրեն չէր ընդունելու։ Այստեղ նաև կարելի է մտածել ու պատկերացնել, թե ինչպիսի
դեր կամ կշիռ ուներ տվյալ ժամանակի համար քահանան, տաճարի պաշտոնյան իր հասարակության մեջ։ Երբ այս մարդը հեռանում է հավանաբար քահանային այցելելու նպատակով, Ավետարանիչը մեզ ներկայացնում է, որ Քրիստոսի համբավը տարածվում էր եւ երկու կարևոր նշում է անում Քրիստոսին տեսնելու եկող մարդկանց վերաբերյալ։ Վերստին շեշտում է, ինչպես որ նախորդի 5-րդ գլխի սկզբում, երբ որ ձկնորսներից առաքյալներ դառնալու հատվածն էինք պատմում, ներկայացնում, այնտեղ ասում ենք, որ մարդիկ եկել էին լսելու Տեր Հիսուս Քրիստոսին, ոչ միայն հրաշքները տեսնելու, եւ ահա այս դրվագի ավարտին էլ ասում է, որ ժողովուրդը խռնվում էր, գալիս էին, հավաքվում էին իր շուրջը, նրա խոսքը լսելու եւ նրանից իրենց բժշկությունը ստանալու, իրենց հիվանդությունների համար բժշկություն ստանալու։ Ուրեմն այս երկու հանգամանքն էլ Ղուկաս ավետարանիչը շեշտում է, ինչ շատ կարևոր է։ Եվ ավարտին վերստին մենք տեսնում ենք կարևոր մի իրականություն, որ ավետարանիչը Ղուկասը հատկապես, որտեղ Մարկոսի մոտ մեկ անգամ է այս հանգամանքը հատուկ շեշտվում, առաջին գլխի ավարտին, իսկ Ղուկասը սա արդեն երկրորդ կամ երրորդ անգամ է, որ շեշտում է, առանձնանում էր, գնում էր, խույս էր տալիս մարդկանցից, առանձնանում էր ամայի վայրեր, գնում էր ամայի վայրեր եւ այնտեղ աղոթքի էր կանգնում։ Ամայի այս վայրերը գնալու պատմությունը կամ դրվագը յուրաքանչյուր անգամ երբ որ ես ընթերցում եմ ինձ համար եւ նաեւ ինձ լսողների համար, ուզում եմ որ դաս լինի ժամանակ առ ժամանակ առանձնության մեջ հայտնվելու համար, որովհետեւ առանձնության մեջ է որ մենք ինքներս կարող ենք լսել մեր ներսի ձայները։ Ես պարզ վարժություն, որ շատ անգամ եմ խոսել, շատ անգամ եմ այս առաջադրանքը փորձել փոխանցել մարդկանց, հիմա ձեզ էլ ամենքիդ խնդրում եմ։ Երբեմն փորձեք մնալ միայնակ, առանձնության մեջ եւ փորձեք ոչինչ չմտածել։ Փորձեք ընդհանրապես որևէ բանի շուրջ չմտածել, չխորհել, չծրագրել ինչ որ բան, պարզապես գոյություն ունեցեք առանց ոչինչ անելու։ Կարող եք։ Անշուշտ չեք կարող։ Միջնադարյան իմաստությունն ասում է cogito ergo sum, մտածում եմ, ուրեմն կամ։ Մարդու լինելությունը, մարդու ողջ լինելը, կենդանի լինելը, դեռևս ապրելու ցուցիչը իր մտածելու կարողությունն է։ Զուր չէ որ նույնիսկ բժշկության մեջ, եթե ժամանակին համարվում էր որ սրտի կանգը ազդարարում է մահը, ապա հետո շատ կարճ ժամանակ անց մարդիկ հասկացան, որ ոչ թե սրտի կանգն է ազդարարում մահը, այլ գլխուղեղի աշխատանքի դադարն է, որ համարվում է կենսաբանական մահվան ազդարարը։ Ուրեմն մտածում եմ, ուրեմն կամ միջնադարյան այս խոսքը, առածը, ասույթը պատահական չի ստեղծվել։ Փորձեք լռել, ոչինչ չխոսել, ամայի մի վայրում հայտնվել եւ լսելու եք ձեր ներսում եղած բոլոր ձայները, բոլոր խնդիրները, բոլոր նեղությունները, այն ամենը ինչ որ կուտակվել է, այն ամենը ինչ որ դուք լռեցրել եք ձեր ակտիվ հանրային գործունեությամբ, քարոզելով, խոսելով, միտեղ մեկին օգնելով, մյութեղ մյուսին լսելով, երբեմն մենք այս բոլոր ակտիվ գործողությունների հետևում լռեցնում ենք այն, ինչ որ մեր ներսում մեզ խոցոտում է, ինչ որ մեր ներսում մեզ քայքայում է։ Ուրեմն այս է նաև դասը, երբ որ ավետարանիչը մեզ պատմում է, թե Հիսուս ամայի տեղերում էր հայտնվում, երբեմն խույս էր տալիս եւ աղոթքի էր կանգնում։ Հաջորդ դրվագը, որ մեզ է ներկայացնում Ղուկաս ավետարանիչը 5-րդ գլխի 17-ից 26-րդ համարների մեջ է ամփոփված։ Ղուկասն ասում է՝ մի օր, երբ Հիսուս ուսուցանում էր, եւ նրա մոտ էին եկել փարիսեցիներ ու օրենքի վարդապետներ եւ շեշտում է Գալիլեայի եւ ուրեմն Հրեաստանի բոլոր քաղաքներից եւ Երուսաղեմից, բոլոր մեծ քաղաքներից խռնված հավաքված են փարիսեցիներ եւ օրենքի վարդապետներ եւ նստած էին եւ ինքը ուսուցանում էր եւ ավետարանիչը շատ կարեւոր կերպով շեշտելով ասում է եւ Աստուծո զորությունը նրա հետ էր եւ նրա միջոցով բժշկում էր։ Ուրեմն հերթական դրվագն է, որտեղ որ Տեր Հիսուս Քրիստոս ուսուցանում է, խոսում է, քարոզում է, դեռևս իրեն ամբողջությամբ արգելված չէ,
քարոզելը, որովհետև մենք հետո պիտի տեսնենք, որ արդեն Գալիլեայի շրջանում քարոզելն իրեն արգելված է եւ սրա նախապայմանները մենք տեսնում ենք դեռևս 4-րդ գլխի մեջ, որտեղ որ հոբելյանական տարվա հռչակումն է անում Տեր Հիսուս Քրիստոս եւ ասում է ինչ որ հիմա լսեցիք, կատարվել է արդեն։ Բայց դեռևս հնարավորություն ուներ խոսելու։ Ժողովարանում չէր Քրիստոս այս անգամ։ Տներից մեկում էր, որովհետև քիչ հետո պիտի տեսնենք այս մասին։ Ավետարանիչն ասում է, որ երբ քարոզում էր եւ Աստուծո զորությունը նրա հետ էր եւ բժշկում էր նրա միջոցով, ուրեմն մարդիկ են հայտնվում, որոնք բերում են անդամալույց իրենց ընկերոջը մահճի վրա եւ բազմության պատճառով չկարողանալով մոտեցնել իրեն, որովհետեւ ուզում էին բերել իր արչեւ դնել, Տեր Հիսուս Քրիստոսի արչեւ դնել, բայց բազմության պատճառով չկարողանալով մոտեցնել, բարձրանում են տանիքը, իսկ այդ շրջանում տները հիմնականում մեկ հարկանի, ուրեմն հողից, կավից եւ ծղոտներից ու գերաններից կազմված մի շինություն էր, որի կտուրը, տանիքը եւս կիրառվում էր ամռան հատկապես բացօթյա, ուրեմն կենցաղավարության համար եւ այդ կտուր բարձրանում էին շենքից դուրս գտնվող, շինության մի կողմում գտնվող դրսի աստիճաններով, ներսից հնարավոր չէր վերև բարձրանալ։ Եվ ահա ժողովուրդը խռնված են ներսում, լսում են Տեր Հիսուս Քրիստոսին, եւ մարդիկ, ովքեր որ իրենց անդամալույց ընկերոջն են բերել, որովհետեւ Տիրոջ արչեւ դնեն, բարձրացնում են դեպի տանիք եւ ասում է տանիքի բացվածքի միջոցով, ավետարանիչն է ասում, բացվածքի միջոցով իջեցնում են վար, մահիճով հանդերձ, մեջտեղ այդ տան եւ դնում են Տեր Հիսուս Քրիստոսի առջև։ Եվ առաջին բանը, որ տեղի է ունենում, Քրիստոս տեսնում է եւ ավետարանչի խոսքով վերստին բառացիորեն Ղուկասն ասում է տեսնելով նրանց հավատքը, Քրիստոս նայում է այս մարդկանց հավատքին, ովքեր որ տանիքից իջեցնում են իրենց ընկերոջը մահիճով, դառնում է եւ անդամալույծին է ասում։ Ուրեմն նրանց հավատքն է տեսնում եւ դիմում է անդամալույծին։ Անդամալույծի հավատքի մասին խոսք չկա։ Անդամալույծը հավանաբար ինքը հավատքի արտահայտման կամ հաստատման դրսևորման որևէ առիթ էլ չէր ունեցել։ Միգուցե գիտակից էլ չէր, չեն կարող ասել։ Բայց նրանց ընկերների հավատքը տեսնելով Քրիստոս դառնում է անդամալույծին ու ասում է. «Ով մարդ, քո մեղքերը թող քեզ ներվեն»։ Եվ անմիջապես այս խոսքից հետո ավետարանիչը, հեղինակ ավետարանիչը ներկայացնում է փարիսեցիների եւ օրենքի վարդապետների ներքին մտածումները, որտեղ սրանք սկսեցին մտորել, մտմտալ եւ սկսեցին խոսել ու իրենց ասածը հետեւյալն էր. ով է արդյոք սա, որ այսպիսի հայհոյանքներ է անում, որովհետեւ ով կարող է ներել մեղքերը, եթե ոչ Աստված միայն։ Ուրեմն փարիսեցիների եւ օրենսգետների մտածումը սա էր, որ եթե իրենց դիմաց կանգնած մեկը ասում է թող քո մեղքերը քեզ ներվեն, եւ չի էլ ասում թող Աստված ների քո մեղքերը, ուրեմն սա հայհոյանք է ասում։ Հիմա այսօրվա ընթերցողները, երբ որ կարդում են տեքստ ու տեսնում են, որ փարիսեցիները մտածում են, թե սա ով է, որ հայհոյանքներ է ասում, միգուցե առաջին հերթին մտածեն բառացիորեն հայհոյանքի մասին, ինչ որ մենք այսօր գիտենք, երբ որ հայհոյանք բառն ենք լսում, բայց ոչ, հայհոյանքը այստեղ բնավ այսօրվա մեր ընկալած հայհոյանք չէ, այլ կրոնական իմաստով սեփական անձին վերագրել աստվածային իշխանություն, որը դու չունես։ Սա էր հայհոյանք համարվում փարիսեցիների եւ օրենսգետների համար, որովհետեւ իրենք լավ գիտեն, որ ներում շնորհել կարող է միայն Աստված։ Միայն աստվածային զորությունը ունեցող մեկը կարող է ներել դիմացինին։ Եվ այստեղ Քրիստոսի համար մտածում են, որ սա փաստորեն ինքը իրեն վերագրում է իշխանություն, որը չունի։ Եվ ապա նորից ավետարանչի խոսքն է գալիս, որ ցույց է տալիս Քրիստոս տեսնում է, հասկանում է, գիտեցավ թե ինչ են մտմտում իրենց սրտերում եւ բառացիորեն հարցնում է. ինչ եք մտմտում։ Ինչ եք մտածում։ Ինչ է ավելի հեշտ է մարդուն ասել քո մեղքերը թող քեզ ներվեն, թե ասել վեր կաց եւ քայլիր։ Որովհետեւ փարիսեցիների եւ օրենսգետների ընդհանրապես այդտեղ հավաքված մարդկանց համար մի կողմից շատ զարմանալի էր, որ Քրիստոս ասում է ով մարդ թող քո մեղքերը քեզ ներվեն, բայց մյուս կողմից սա կարծես թե առաջին հայացքից ոչինչ չասող արտահայտություն էր, որտեղ տեսանելի կերպով ինչ որ մեկի մեղքերը ներվել
կամ չէին ներվել, հնարավոր չէր հստակ ցույց տալ, որ այո, այս մարդու մեղքերը ներվեցին, բայց անդամալույցի դեպքում, հիվանդություն ունեցող մեկի դեպքում դա հստակ պատճառը հետևանքային շղթա պիտի ցույց տալ, այսինքն եթե դու անդամալույց ես, հիվանդ ես, նշանակում է որ մեղքի հետևանքով ես հիվանդ, իրեն ցնկալումն է սա, եւ եթե քո մեղքերը քեզ թողնվել են, ուրեմն դու պիտի առողջանաս։ Հիմա Քրիստոս ասում է, ինչ է, ձեզ թվում է թե ավելի հեշտ տարբերակ, որտեղ իրենք մտածելու են, դե հեշտ է։ Քրիստոս ասաց, քո մեղքերը թող քեզ ներվեն։ Հեշտ է սա։ Դժվարը ասել վեր կաց եւ քայլիր, որովհետեւ դա գործողություն է, իրական գործողություն, որ պիտի ապացուցեր մեղքերի ներված լինելու հանգամանքը։ Եվ այստեղ 24-րդ համարում Քրիստոս ասում է, բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին իշխանություն ունի երկրի վրա թողնելու մեղքերը կամ ներելու մեղքերը, եւ ապա դառնում է անդամալույցին ասում է, քեզ եմ ասում, վեր կաց, արմահիճդ եւ գնա քո տունը։ Եվ այստեղ ուշադրություն դարձնենք, որ Ղուկասի ավետարանի մեջ առաջին անգամ մարդու որդի, ուրեմն բառակապակցությունը կամ տիտրոսն է արտահայտվում։ Մարդու որդի, որ իրականում արմատներով գնում է դեպի 5 տակարանյան մարգարեություններից մեկը, դեպի Դանիելի մարգարեություն, որի 7-րդ գլխի 13-րդ համարի մեջ մենք տեսնում ենք մարդու որդու կերպարը, որ աստվածային զորություն ունեցող մեկն էր, որ պիտի գար։ Ուրեմն ասում է շատ լավ, եթե դուք կարծում եք, որ դժվար է իրականում այս մարդուն ոտքի կանգնեցնելն է, որպեսզի հավատաք, տեսնեք, որ ես այդ իշխանությունն ունեմ, մարդու որդին այդ իշխանությունն ունի, ուրեմն վեր կաց եւ քայլիր, վեր կաց արմահիճդ եւ գնա տուն։ Եվ այսպես էլ լինում է։ Ավետարանիչն ասում է, որ այս մարդը վեր կացավ, իր վրա առավ այն մահիճը, որի վրա էր ինքը դրված քիչ առաջ, գնաց տուն եւ վերստին խնդրում եմ ձեր ուշադրությունը, Ղուկասն ասում է եւ փառավորում էր Աստծուն։ Այս հայտարարությունից անմիջապես հետո խոսում է մնացած մարդկանց մասին ավետարանիչը, իբրև աննկարագրելի պատկերավոր, այս ամենը պատկերավոր մեզ ներկայացնող հեղինակ, Ղուկասն ասում է, որ եւ ամենքը զարմանքով էին լցված, ուրեմն ապշած էին եւ փառավորում էին Աստծուն։ Վերստին շեշտում է փառավորելու մասին։ Եվ ապա եզրափակում է այս դրվագը ասելով, որ ահով լցվեցին, ուրեմն ոչ միայն զարմանքը, հիացումը կար, այլ նաեւ ասում է ահով լցվեցին եւ միմյանց հետ խոսում ու ասում էին, որ այսօր արտասովոր տարօրինակ դեպքեր տեղի ունեցան։ Թվում է, թե ավետարանական այս դրվագը, որ մեզ է ներկայացվում, առանձնապես մեծ իրադարձություն չէր ներկայացնում իրենից, որովհետև Քրիստոս վերստին ասել ենք եւ նորից պիտի շեշտենք, որ բազում հրաշքներ գործել էր, հիվանդություններից բժշկվել, ամեն բան։ Բայց ինչու է Ղուկասը հատուկ կերպով սա մեզ ներկայացնում։ Իրականում Ղուկասը չէ, որ առաջինը սա ներկայացնում, այլ Մարկոսն է, որովհետև Ղուկասը բառացիորեն թե այս դրվագում, թե Բորոտի բժշկության դրվագում, որ նախորդիվ խոսեցինք, ուղղակիորեն հետևում է Մարկոս ավետարանչին, բայց նպատակը որն էր սա ցույց տալու։ Նպատակը նախ եւ առաջ ցույց տալ, որ Քրիստոս ներկայանում է իբրև աստվածային զորություն ունեցող մեկը։ Սա առաջին զուտ ավետարանական ճշմարտության եթե նայենք, ավետարանիչ այս պատմությունը մեզ ներկայացնելով փորձում է ցույց տալ, որ Քրիստոս չի խորշում ներկայանալ որպես Աստուծո որդի, որպես մեկը, որ ունի աստվածային իշխանություն, որպես մեկը, որ կարող է ներել դիմացինի մեղքերը։ Անշուշտ տարբերություն կա Բորոտի եւ անդամալույցի պատմության մեջ, որովհետեւ Բորոտի դեպքում Բորոտը դիմում է եւ ասում է, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել, եւ Քրիստոս ասում է, կամենում եմ մաքրվիր եւ ընդհանրապես մեղքերի մասին խոսք էլ չկա, չնայած որ այնտեղ եւս կարծում էին, թե մեղքի հետևանք է իր բորոտությունը։ Իսկ այստեղ, երբ որ բերել են ու դեռ ոչ մի խոսք չկա ասված, Քրիստոս ինքն է առաջին քայլը անում, տեսնելով եղբայրների, ընկերների հավատքը, ուրեմն երկրորդ կարևոր հանգամանքը, որ ավետարանական այս դրվագը մեզ է ներկայացվում, հետևյալն է։ Մեզ սովորեցնում է ավետարանիչը, թե Մարկոսը, թե Ղուկասը եւ թե Մատթեոսը, մեզ սովորեցնում են, որ ձեր հավատքով դուք կարող եք օգնել ձեր եղբայրներին ու քույրերին։ Եթե կուզեք ինձ համար նույնիսկ բարեխոսության փորձառությունը, որևէ մեկի բարեխոսության դիմելու, որտեղ մենք ունենք սուրբերի բարեխոսությանն ենք դիմում։ Մենք ինքներս
մեզ համար աղոթքի խնդրանքով դիմում ենք ամենատարբեր մարդկանց, եւ այստեղ բարեխոսության ճշմարտությունն էլ է արտահայտվում, որ այս մարդը նույնիսկ ի վիճակի չլինելով հասկանալ թե ինչ է տեղի ունենում, իր համար իր եղբայրների ջանքը, իրենց գործադրած եռանդը ջանքը, այն նվիրումը, որ իրենք ունեին, ապարդյուն չանցավ եւ արդյունք տվեց բժշկության միջոցով, բժշկության տեսքով։ Եվ ավետարանական այս դրվագը մեզ յուրաքանչյուր անգամ հարց է ուղղում. դուք ձեր կողքին գտնվող կարիքավորներին, խոսքը միայն ֆիզիկական կամ նյութական կարիքի մեջ գտնվող մարդկանց մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, ովքեր պարզապես մարդկային ջերմ խոսքով թևթիկունք ստանալու կարիք ունեն, դուք իրենց համար որքան ջանք եք դնում, որովհետև ավետարանական այս դրվագը մեզ ցույց է տալիս, որ դուք դեռ չհասցրած խոսել, դուք դեռ խնդիրը ներկայացնել չհասցրած, Տերը ինքը ընդառաջ պիտի գա եւ ձեզ պիտի ձեր ցանկությամբ, ձեր սրտի ցանկությամբ պիտի տա։ Եվ մի վերջին պատգամ, որ ավետարանական այս դրվագը փոխանցում է մեզ, բացի այն բացարձակ ճշմարտությունից, որ վերստին մեզ հիշեցնում է, որ ներման իրավունքը բացառապես Տիրոջն է պատկանում եւ որ Քրիստոս ուներ այդ իշխանությունը, մարդու որդին ուներ իշխանությունը երկրի վրա ներելու մեղքերը, բացի այս բացարձակ ճշմարտությունից, մի վերջին պատգամ ավետարանական այս դրվագը մեզ տալիս է անդամալույցի բժշկվելուց անմիջապես հետո ցուցաբերած վարքով, որտեղ ասում է սա վերկացավ, ոչինչ չի ասում, շնորհակալություն, փառքեստ, ոչ մի բան, վեր է կենում, վերցնում է մայրը, գնում է տուն եւ ավետարանչը շեշտում է մի բառ, որը հետո ամբողջի համարել է ասելու, փառավորում էր Աստծուն։ Փառավորում էր Աստծուն, շնորհակալություն էր հայտնում Աստծուն իր վարքով, իր ապրած կյանքով։ Ուրեմն ստացել էր բժշկություն եւ չէր մոռացել Տիրոջը։ Բայց ի տարբերություն այս անդամալույցի տան մեջ հավաքված մյուս մարդիկ, ովքեր որ եւս փառավորում էին, որովհետեւ զարմացած էին եւ փառավորում էին Աստծուն, վերջին համարի մեջ է ասում։ Դրանից հետո նաեւ ահով լցվեցին եւ սկսեցին տարօրինակ հարցեր տալ, որ արտասովոր դեպքեր տեղի ունեցան մեր մեջ։ Եվ հետո չգիտենք, շարունակեցին արդյոք նույն հավատքով ապրել, թե չէ, որովհետև ի վերջո այս նույն զարմացած ամբողջի պես մի ամբողջ էլ Քրիստոսին խաչելու կոչ աղաղակով էր դիմում Պիղատոսին։ Ուրեմն երկու տարբեր անձինք, միտեղ մի հոգի, միտեղ մի ամբողջ խումբ փառավորում էին Աստծուն։ Շարունակությունը ինչ եղավ, ավետարանը մեզ ցույց է տալիս։ Մենք էլ Տիրոջից մեր խնդրանքների, մեր իղձերի, մեր աղոթքների պատասխանը ստանալուց հետո չզլանանք եւ փառք տանք Աստծուն։